քանի դեռ հատուկ որոշում չկա դատարանի կողմից, սահմանափակումները սենյակից իր առանձնատնից վերև են, այսինքն չի կարող իջնել, ժողովրդի հետ շփվել կամ պատարագի մասնակցել, դեռևս արգելված է։ Եթե օրինակ քրեակատարողական հիմնարկում նրան կարող էին տեսակցել, փաստորեն այստեղ դա էլ հնարավոր չէ։ Այդ իմաստով ավելի խիստ է տնային կալանքի պայմանները, այնտեղ կարող էին ամիսը 2 անգամ 4 հոգի տեսակցել, այստեղ ընդհանրապես տեսակցություններ չկան, օգտվելով առիթից նաև ասում եմ սրտացավ և հավատացյալ ժողովրդին, ովքեր շատ էին ինձ դիմում տեսակցվելու հարցով, չենք կարող տեսակցել ցավոք սրտի, բայց պետք է մխիթարվենք նրանով, որ Սրբազանն արդեն իր տանում է, առաջնորդարանի տարածքից դուրս գալու իրավունք չի ունենում։ Ու կան անձինք, որոնք կարող են իր հետ շփվել, շատ սահմանափակ թվով, իմ եղբայրն է, որ խնամակալ էր, որպեսզի կենցաղային հոգսերը հոգա, եղբայրն է իրա հարազատ, Նարեկ Սրբազանը, որպես մեր հոգևոր առաջնորդ, իրանից հետո նշանակված և նաև տնտեսական բաժնի աշխատակից, ով որ տնտեսական հարցերը։ Պատարագին մատուցելու որևէ հնարավորություն փաստորեն չկա։ Դեռ այդ հարցը քննվելու է դատարանում, առայժմ ոչ։